Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, անձրևը նոր ա կտրվել ու ոնց որ թե եղանակը պարզվում ա։ Ես մեր տան ներքևի ճանապարհին եմ, եկել եմ աղբը թափելու։ Սիման էլ դե հետս գալիս ա ամենուր։ Այստեղ չափարի տակովը շները միշտ քանդում են, այս քարերը տեղ են բացանում։ Ու ինչքան էլ այստեղ քարեր եմ լցնում, էլի սենց անցքա մնում։ Սիման էլ ա տեղը սովորել ու այդ կողմով գնալ գալ անում։ Ուղղակի այս սևով միացա, քանի որ թռչունները այս ժամին նենց հավեսով էին երգում, հետո ուզեցի այս սիրուն տեսարանով ու լավ նոտայով թռչունների երեկոյան երգով միանալ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Մի փոքր լսենք։ Այս էլ այս կողմերն ա, որ սենց երկինքը պարզվել ա։ Ու այն ժամն ա, երբ որ լիսն ու մութը իրար ա խառնվում։ Լիսն ու մութը մին ռավոդը վաղն ա ալում, մնել այս ժամերին։ Ու 2 ժամին էլ թե ռավոդը, թե ռիգունը, թռչունները իրանց ուրախ երգն են երգում։ Այդ հսկայական դարավոր ընկուզենին ա, իմ հարևանի, այդքան մեծ ա, բայց վերք չի տալիս։ Քանի դեռ թռչունները երգում են, այդ ձայնի ներքո զրուցեմ ձեր հետ։ Այս իմ սոխա ծաղիկներն են, որ այս են սիրուն փարթամ մեծացել են։ Հետո մամքամի ապչում, սիրուն օրոր-շորոր են գալիս։ Ոնց որ թե իրանք էլ են զգում, որ տաքությունները գալիս ա։ Խաղողի վազը արդեն սկսում ա բողբոջել, երկինքն էլ լավ սիրուն պարզվել ա։ Վաղը լավ տաքոր կլինի բոլորիս համար։ Այսպես։ Գանք նարցիսների մոտ և տեսնում ենք, որ արդեն ծաղկման շրջանը անցել ա։ Մեզ լավ ուրախացրին, չէ՞ այս ընթացքում։ Վարդն արդեն կոկոմներ հանում, իսկ սպիտակ նարցիսները դեռևս թարմություն ունեն, ոչ այնքան, սրանք էլ են արդեն թոռամում։ Քանի որ ինձ դեռևս գրավում ա թռչունների քաղցր երգը, ես դեռևս դրսում եմ, ու որպեսզի պարապ չմնամ, ձեզ էլ եմ ուզում հիացնել, մի կողմից լսեք թռչունների երգը, մյուս կողմից էլ տեսնեք իմ ծաղիկները։ Այստեղ իմ միակ և անկրկնելի վարդակակաչն ա, այսպես էլեգանտ ձևով, իմ գեղեցկուհին։ Այստեղ էլ արդեն սպիտակ վարդն ա իմ, որ արդեն կոկոմները երևում ա։ Ու բոլոր վարդերը այս չափ են դարձել, կոկոմները փոքր երևում ա արդեն։ Շուտով իրանց հերթն ա մեզ ուրախացնելու։ Չգիտեմ, եթե մի փոքր լռեմ, որ միայն ու միայն թռչունների երգը լսեք, միգուցե, եկեք մի փոքր լռեմ։ Սիրելի հետևորդներ ջան, կաթեի պատվիրել ու բերել են այսպես շշերով, ու ոնց որ ես եմ այսպես լիքն ու բարով իմ խոհանոց մտնում, ցանկանում եմ, որ դուք էլ միշտ այդպես լիքն ու բարով մտնեք ձեր խոհանոցը։ Արդեն այստեղ համկացան եմ բերել, նախապատրաստել, տնական կոթ շոտ եմ սիրում, ամենազուլալ կաթն եմ ես համարում։ Միայն թե եթե կզգուշանաք, ինչ-որ կխուսափեք տան կաթ օգտագործելուց, քանի որ այդ տիպի մարդիկ էլ կան, ես լավ գիտեմ, ապա ինչպես որ ես եմ եռացնում, լավ,
դուք էլ այդպես կհեռացնեք ու հանգիստ կօգտագործեք այս արդար կաթը։ Եթե իհարկե արդար կաթ եք ձեռք բերում։ Քանի որ հիմա մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որ այո, իսկապես երբեմն էլ դժվար է արդար սնունդ ձեռք բերելը։ Ջան, շատ եմ սիրում նաև կաթի հոտը։ Այս էր արդեն երկրորդը և այսքանը 3 լիտր է։ Շշերն էլ նման դեպքերում լվանում եմ ու պահում, քանի որ ինչ-որ մի բանի պետք է գալիս։ Բայց օրինակ որոշ բաներ կա, որ շշում հատկապես պլաստիկ շշում չի կարելի երկար պահել։ Օրինակ հենց կաթը չի կարելի պլաստիկ շշում երկար պահել։ Սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում Սիման ձայներ էր հանում, բայց գնացի չկար, երևի խռովել էր գնացել, որ ձեր հետ զրուցում էի, երևի մի փոքր ուշ գնացի, դրա համար էլի հետ էր գնացել, ինչևէ։ Հիմա մինչև որ կաթը կեռա, կողքնեմ, կհսկեմ, ահա, արդեն իսկ կոլորչի է բարձրանում։ Ուզում եմ շատ մի համով բան պատրաստել ձեր հետ միասին, քանի որ նաև խոսք էի տվել, այստեղ ակնորիֆորմաներն եմ այդ ջրից հանել, որը սպիտակեցնող նյութ էի ավելացրել, բայց ես ուզում եմ ասել, որ համարյա թե ոչինչ էլ չի արել, այդքան էլ սրտովս չի, գիտեք չէ, որ թուջը ընդհանրապես շատ դժվար է սպիտակում, օրինակ առաջվա տարիներին դե մեր պղինձները, մեր թավաները այսպիսի հաստ թուջից էր, շատերդ կհիշեք, շատերդ միգուցե դեռևս պահում եք ձեր նկողներում, ձեր պատվալներում, և գիտեք, թե ինչքան դժվար են դրանք սպիտակում, հատկապես երբ որ պեչի վրա ենք դնում ինչ-որ մի բան եռացնելու, կամ էլ փռի մեջ ենք դնում, դա էլ է եղել, որ օրինակ փռի մեջ կաթսայով խաշլամա ենք եռացնում, ապա ովքեր են արել, կգրեք ինձ սիրելիներս, շատ համով էր լինում, երբ որ տնական փռի մեջ հացը թխելուց հետո պեծերի վրա ու այդ փռի տաքության մեջ խաշլամա ենք եփում, ամենահամով խաշլաման էր այս աշխարհի։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, երբեմն էլ սպիտակեցնելու համար դատարկ ձևով այսպիսի թուջի պղինձա, թավայա կամ էլ ակնորիֆորմայա դնում էինք, որ այնտեղ այդ տաքությունից ինքը տաքանում էր ու այդ մուրը յուղը վառվելով կորչում էր ու թուջը սպիտակում էր, բայց երբեմն էլ պատահել այնպես, որ հալվել է թուջը ու մնացել ենք փոշմանած, թե ինչի այդքան թողեցինք, գործով ենք եղել, թե ինչ, թե ոնց, երբեմն էդ էլ է պատահել, որ մեր թուջը այդպիսի պղինձա, թավայա, ինչ-որ այա, հալվել է, հետո դեֆորմացվել, այլևս ոչ պիտանի դարձել։ Հիմա ինչ եմ ուզում ասել, սրանք շատ դժվար են սպիտակում, մանավանդ մեր այս թվերի նյութերը, որ թենց խաբուսիկ են, դե գիտեք էլի, հա, բայց հիմա նենց հա, որ մաքուր է, կարող եմ էլի արդեն հանգիստ ձևով մի հատ էլի չորացնեմ, ահա, ամեն դեպքում, մի հատ էլ այդտեղ կտաքացնեմ, քանի որ մեզ տաք է հարկավոր ակնորիֆորման։ Ամեն դեպքում այն լուկողային իրեն փոշուց ազատվել է և կարող եմ հանգիստ ակնոր թխել սրա մեջ, սիրելի հետևորդներ ջան, համ շատ սիրուն է լինում, համ էլ շատ համով է լինում։ Ահա, զրույցով չընկնեմ, կաթը չթափվի, սիրելիներս, քանի որ արդեն ես թափանցիկ ես կափարիչից տեսնում եմ, որ կամաց բարձրանում է ու այս հրաշալի տեսարանը ուզում եմ, որ ձեզ մոտեցնել, քանի որ շատ հետարքիր է անձամբ ինձ համար, միգուցե ձեր համար էլ հետարքիր լինի, քանի որ իսկապես այս տիպի սնունդը, որ բարձրանում է, շատ հետարքիր է լինում իր այդ ճռճռոցներով, դե բույրն էլ արդեն փոխանցում եմ ձեզ։ Հիմա բացում եմ, ոյ, քիչ էր մնում, թե արդեն իսկ անցնի այդ պահը, գիտեք չէ, որ կաթը ինչքան վարկյանների ընթացքում բարձրանում է և արդեն սկսել է, ապա տեսեք սիրելիներս ինչքան հավես է բարձրանում, փուչիկ է դարձել, հետո ճռճռալով բարձրանում է,
Հիմա մի քիչ էլ բարձրանա ու արդեն պիտի շերեփով բացեմ, ջան, ահա, եւ սկսեմ այսպես տարածել, որպեսզի կաթը լավ եռա, ահա, տեսնում եք, արդեն սկսեց եռալ։ Ինչու է պետք զգուշանալ, քանի որ ընդհանրապես գիտեք, որ անասուններին տարբեր տեսակի սրսկումներ են անում, ու չգիտենք, չէ, ասենք, թե արդյոք այդ տերը այդ սրսկումները բոլորը կատարել է, թե ոչ, թեպետև ես գիտեմ, իմ ծանոթ մարդիկ են, ես գիտեմ, որ իրենց անասունների այդ սրսկումները, բուժումները կատարում են, հանգիստ եմ, ուղղակի սա ձեզ եմ ասում, միգուցե դուք չիմանաք, թե որտեղից եք կաթ գնում, արդյոք այդ մարդը ինչպես է բուժումներ կատարում իր անասուններին, կթիկովերին, դրա համար հենց որ այսպես լավ թողնեք եռա, արդեն հանգիստ կարող եք օգտագործել, սիրելի հետևորդներ ջան, ահա, հիմա արդեն կաթը պատրաստ է և ես անջատում եմ գազը, գազօջախը, դե արդեն ասել եմ, սա մեր առօրյան է, եթե ինչ-որ մի բան իմ խոսակցականի մեջ այն չլինի, սիրելի հետևորդներ ջան, դրա համար եմ ասում, որ սա մեր առօրյան է։ Հիմա շերեփը մի հատ մի րոպե հանեմ, քանի որ այստեղ պիտի պատրաստեի նաև կակաո և շաքարավազ, ահա, որը զրույցով ընկա և այդ ընթացքում չհասցրեցի պատրաստել, հիմա ձեր հետ կպատրաստեմ, սկզբի համար սիրում եմ շաքարավազը լցնել, որպեսզի կակաոյի փոշիները չգան ու թափվեն շաքարավազի մեջ և տհաճ երևույթ առաջանա, ինչպես տեսնում եք, ես արդեն ես էլ 5-րդ քթալն է որ լցրի, քանի որ շատ քաղցր եմ սիրում, թե կաթը և թե թեյը։ Ահա, կակաոյի տուփն էլ բացեմ, նոր էի գնել, հետո դեռևս չեմ բացել, այս կողմ թող բաժակն էլ տաքանա, նաև շատ եմ սիրում, որ կաթը եռման աստիճանով եմ վայելում, այսպես, հա, հետո սա եմ լցնում, մի լավ խառնելու եմ, այստեղ մի քիչ թափվեց ոնց որ բացելու ընթացքում, դե ոչինչ, ահա, մի փոքրել, ընդհանրապես, եթե շատ քանակի եմ կակաո եթել, միշտ այսպես առանձին շաքարավազը և կակաոն խառնել եմ, ահա, սիրելիներս, որպեսզի լավ միախառնվի և գնդիկներ չառաջանա, հետո միանգամից կաթի հետ եռացրել եմ, ոչ թե այսպես բաժակ, բայց հիմա քանի որ միայն մի բաժակ եմ ես կակաո վայելելու, մնացածը պիտի օգտագործեմ խմորեղենի մեջ և մածուն մերեմ, դրա համար միայն հիմա այս բաժակի մեջ եմ պատրաստում, հետո սկզբի համար մի հատ լավ էլի խառնում եմ, որ գնդիկներ չառաջանա, հետո արդեն մնացածը կլցնեմ։ Իհարկե, այս ամենը պատրաստելուց հետո, սիրելիներս, պետք է վայելեմ, իհարկե, կադրից դուրս, արդեն ինձ լավ գիտեք, ահա, որից հետո նորից կմիանամ և կշարունակեմ իմ զրույցը ձեր հետ վարել։ Դուք էլ այս ընթացքում պատրաստվեք ինչ-որ մի համով բան վայելեք, որպեսզի նորից միանաք ինձ և շարունակենք, այսպես։ Սա արդեն պատրաստ է, այս հենց մուկ կակաոյի սիրահար եմ ես, շատ առողջարար է, գիտեք, նաև կակաոն է շատ առողջարար, սա փակեմ և անցնեմ իմ կակաոն վայելելու։ Անցել է որոշ ժամանակ, սիրելի հետևորդներ ջան, և այդ ընթացքում համ գազօջախն եմ միացրել, որպեսզի տաքանա, սկզբում 200 աստիճանի վրա եմ թողել, իսկ հիմա արդեն կարող եմ 180 աստիճանի վրա բերել։ Այստեղ կաթն եմ լցրել, որպեսզի երեսը սեր հավաքի և իմ մերած մածունը սերով մածուն լինի, և դա էլ եմ արդեն իսկ ստուգել, ժամանակն է մերելու եմ Մարիաննա մածունով, երբեմն էլ այդպես է պատահում, որ խանութից եմ մածուն գնում, նաև ասեմ, որ այսպես երեսը պարտադիր
Այնպես եմ բացում, որ սա թողնում եմ։ Հիմա կմերեմ մածունը և կանցնեմ արդեն աքլորը թխելուն։ Իդեպ ասեմ, աքլորը թխելու եմ մածունով, ձվով, շաքարավազով, սովորական բիսկվիթի խմոր, սիրելիներս։ Քանի որ այստեղ իմ մածունը մի քանի օր առաջ եմ կտրել, արդեն իսկ իրենից դուրս է եկել իր շիճուկը։ Հիմա դրանից էլ լցնեմ, որպեսզի մի քիչ հարեմ, բացվի մածունը։ Եթե այս շիճուկը չի լինում, այսինքն դա դուրս է գալի միայն կտրելուց հետո, այդ դեպքում կարող եք արդեն կաթով բացել։ Ուզեցի, որ անպայման մածուններ մերը նոր անցնել աքլորը թխելուն։ Աքլորը պիտի դուխովկայի մեջ մնա 40 րոպե, սիրելի հետևորդներ ջան։ Եվ այդ ընթացքում նորից պետք է համբերատար սպասենք։ Եթե գործեր եք ունենում, այդ ընթացքում կարող եք այդ 40 րոպե ձեր միտքը լավ պահել, այդ ընթացքում կարևոր գործեր առաջ տանել։ Հետո նոր աքլորը հանել։ Այսպես, հետո գդալով տարածում եմ։ Այն երգը հիշեցի, որ ասում է մածուն մերել էլ չգիտես, ասեղքել էլ չգիտես և այլն, գիտեք էլի այդ երգը, այդ ժողովրդական երգը։ Սարեցի եմ, սարեցի, գնա չոլեր մանարի, քեզի գյորա կոլոտ մոլոտ յարջարի, այդ երգը։ Այսպես, մածունն էլ մերեցինք։ Ընդհանրապես լավ եմ հիշում, մեծերի զրույցա դա, որ մածուն մերելիս լուր կմերեն, որ դևամեր չլի, այսինքն դևերը չկան, սնոտյական ինչ-որ եսին ինչ, հիմա թող դևերը չկան, չնայած ես սնոտյապաշտ չեմ, այսպես և թող մեր մածունը լավ մերվի, ինչ չեմ արել կափարիչը, մտածեցի այն կողմ եմ դրել և սա այստեղ արդեն փափուկ սրբիչով կփաթաթեմ, այստեղ ձուն եմ ինձ մոտեցրել, թեպետև մեկ ձու եմ օգտագործելու, քանի որ խոհանոցը լավ տաքացել է, առայժմ այս մեկով կփաթաթեմ, հետո արդեն կավելացնեմ։ Սիրելիներս, արդեն անցնեմ աքլորի խմորը պատրաստելուն, մածունը փաթաթել եմ ապահովել, որպեսզի այստեղ չշարժվի և խմորը սրա մեջ եմ պատրաստելու, հատկապես, երբ որ այստեղ կափարիչը բացվում է, այստեղ նորից ենք փակում և այս մասից հեշտությամբ հարվում է։ Միացնեմ սկզբից սա, նախապատրաստեմ և արդեն կսկսեմ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, մեկ աքլոր ստանալու համար մեզ հարկավոր է մեկ ձու, կես բաժակ շաքարավազ, կես բաժակ մածուն սոդայով հարած և մի քիչ աչքաչափով բուսայուղ, իհարկե վանիլին, ցանկության դեպքում նաև լիկյոր կամ կոնյակ, որպեսզի մեր աքլորից համ հոտ գա, իսկ եթե տանը փոքրիկներ կան, գերադասելի է նաև մի քիչ չամիչ ավելացնել, որպեսզի փոքրիկները ուտելիս աքլորի փորիկից չամիչներ գտնեն և ուրախանան։ Արդեն սկսենք։ Սա մեր մեկ ձուն, այսպես թափով կոտրում ենք սեղանին, քանի որ տնական ձվերի դեղևը շատ ամուր է լինում։ Այսպես, հետո շաքարավազ, ճաշի գդալով եմ լցնելու այսպես, սիրելի հետևորդներ ջան, և կարող ենք նույնիսկ այսպես ճաշի գդալով հաշվել։
5 ճաշի գդալ շաքարավազ, եթե իհարկե ձեր բաժակը տարբեր չափսերի է, դրա համար էլ գդալով եմ հաշվում, որպեսզի դուք հեշտ լինեք եւ ավելացնում միանգամից այստեղ, սկսում հարել։ Այս ամանի մեջ շատ հարմար է հարելը եւ խմորը այսօր կողմ չի թրջում։ Իհարկե կարող եք նաև ձեռքով հարել, փայտե գդալով եւ նմանատիպ հարմար բաներով։ Քանի որ արդեն սա լավ հարվել է, ժամանակն է մածունը ավելացնելու։ Մածունը նույնպես կես բաժակ, սիրելի հետևորդներ ջան, գերադասել է ահա այսպիսի պինդ մածուն առանց իր շիճուկի։ Այս ամենը նաև կարող եք աչքաչափով անել, եթե իհարկե այս ֆորմաներից ունեք, սա այս չափն է։ Նաև հիշում եմ, որ արդյոք ֆորմաներ ունեի, որը չգիտեմ թե ուր է կորել, ով է տարել եւ չի բերել։ Այսպես եւ սոդան։ Քանի որ մեր խմորը շատ քիչ է, 1 թեյի գդալ չենք ավելացնում, այլ շատ աննշան։ Էլի աչքաչափով կարելի ասել կես թեյի գդալ սոդա, ահա։ Այսպես եւ արագի մեջ պետք է հարելով լցնենք այստեղ, ակտիվացնենք, փրփրում արդեն, ավելի արագ եւ արագ ակտիվանում է, ընտրեմ, ձվի հետ ավելի է ակտիվանում։ Մինչև վերջ լցնենք և բուսայուղը նույնպես աչքաչափով։ Մի փոքր էլ թողնում ենք, որպեսզի ֆորմաները յուղոտենք։ Սկսում էլի հարել։ Այստեղ արդեն վանիլինն եմ ուզում ավելացնել և ալյուրը։ Այսպես զգուշորեն մի քիչ թափահարում ենք և լցվում է։ Ես մի քիչ շատ եմ սիրում վանիլին։ Ահա։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ալյուրը ավելացնելու ժամանակն է և ես նաև չեմ մոռանում, որ պետք է լիկյոր ավելացնեմ, սա իմ պատրաստած սերկևիլի լիկյորն է, համարյա թե կոնյակի գույն է և 1 ճաշի գդալ պետք է լցնեմ։ Այսպես, մի փոքր շատ, մի փոքր քիչ չի խանգարի, ընտիրություն։ Փակում ենք, և նման բաների համար շատ է պետքական։ Այստեղ սիրելիներս օգտագործելու եմ Բաղրամյան տեսակի ալյուր և արդեն պետք է այս կափարիչը վերցնեմ։ Տեսեք ինչքան մաքուր է մնացել և շատ կոկիկ, անմիջապես հենց մաղով պետք է դրան մաղեմ։ Շատ հարմար է այսպես իմ ձեռքին։ Քանի որ աչքաչափով է ինքը, արդեն կհասկանամ։ Եվ մի փոքր շատ վերցրի, այսպես, ընդհանրապես ձեռքով եմ կարողանում ավելի շատ գործ անել, քան թե ձախ ձեռքով, բայց թե ձախն էլ է պետք գալիս, երբեմն մեկ այլ ուրիշ ավելի ծանր գործերի համար, երբ որ ձեռքը հոգնում է, ապա ձախ ձեռքը օգնության է հասնում, այսպես, փոքր, հրաշալի։ Հիմա նորից եմ փակում, որպեսզի
ալյուրը չտարածվի։ Ահա, այստեղ փակ է եւ պետք է այնպես փակել, որ բաց տեղ չմնա։ Քանի որ պետք է էլի ալյուր ավելացնեմ, նորից ենք բացում, որպեսզի ստանանք մեր ուզած խտությունը, այսպես։ Համարյա թե բոլոր տանտիկիներն էլ սիրում են, չէ, աչքաչափով գործեր անել, թե ճաշ պատրաստել, թե խմորեղեն, եւ ամենքս յուրովի ունենք մեր աչքաչափը։ Արդեն ես տեսնում եմ, որ այս խտությունը կհերիքի եւ շարունակում եմ հարել։ Այսպես պատրաստ է, բայց այստեղ ուզում եմ ցույց տալ խմորի խտությունը, սիրելիներս։ Նաև ասեմ, մածունը լավ գործել է եւ խմորս բավականին բարձրացել է արդեն։ Ահա, այսպես թեթև ծորում խմոր ենք ստանում։ Հիմա էլ փակում ենք եւ թողնում ենք 5 րոպե հանգստանա։ Այդ ընթացքում հավաքում ենք մեր սեղանի ավելորդ բաները։ Այդ մի քանի րոպեն անցել է, սիրելիներս։ Թեթևակի այստեղ նաև սրբեմ, քանի որ ամեն դեպքում ալյուրի փոշիր է եղել, ապա մոտեցնում եմ գրեթե տաք այս թուջե ակլորի ֆորման, ահա, և թեթևակի բուսայողով պատում եմ, շատ աննշան։ Վերջին տարիներին բոլորս էլ գիտենք, որ նմանատիպ ֆորմաները ավելի շատ սիլիկոնից են, դրանք են տարածված, և սա կարելի ասել հազվագյուտ ֆորմա է մեր թվերի համար։ Ովքեր ինձ նման նկուղներում պահել են, կարող եք հիշել, հանել, օգտագործել, քանի որ սրանց մեջ թխված յուրաքանչյուր խմորեղեն շատ առավել համեղ է լինում։ Ինչքան նյութեր են չէ ծախսել առաջվա տարիներին նման ֆորմա ստանալու համար, շատ ծանր է նաև ասեմ, 1 կիլոգրամից ավել է։ Եվ այդ հաստությունից է, որ շատ համեղ է ստացվում։ Ամեն մի անկյունը պետք է լավ յուղոտել, որպեսզի մեր ակլորը ողջ եւ առողջ դուրս գա այստեղից։ Շատ ինքը այնքան խոր անցքեր ունի։ Երբ որ թխվում է, թվում է, թե իսկական ակլոր է մեր առջևում, ահա այդքան խորը անցքեր ունի։ Եվ արդեն պետք է լցնեմ։ Լավ բարձրացել է, իդեպ ասեմ, իհարկե կդալի օգնությունով, որպեսզի խորը տարածվի իր նաշխերի մեջ։ Առաջին հայացքից հասարակ է թվում, չէ, բայց իսկապես ինչ որտեղ նաև բարդ է։ Բարդ լինելով նաև հեշտ է, ուղղակի մի փոքր նրբություն է պահանջում։ Այսպես։ Մի հատ տեսնեմ չափը, պետք է ամբողջովին գա հավասարվի, որպեսզի երբ որ բարձրանա գնա մյուս մասին ամրանա եւ երկու կողմից էլ ակլորը իր նաշխը ձեռք բերի։ Ահա, մի քիչ էլ, բայց կարծում եմ այստեղ մենք ավելցուկ ենք տալիս։ Շատ վաղուց է, որ չէի պատրաստել, որոշեցի այդպես մեկ ձվով և կես-կես չափաբաժնով պատրաստել խմորը, բայց ավելի ճիշտ կլինի, սրանից հետո երբ որ կպատրաստեմ, ավելի մեծ չափաբաժին վերցնեմ, մի քանի ակլոր կստանամ և ավելցուկ էլ չեմ ունենա։ Նաև երբ որ առաջվա տարիներին խմորեղեններ էի պատրաստում, այդպես ինձ համար տետրերի մեջ չէի գրանցում
հատկապես ամենահասարակները, ահա, այդպես մտովի վեր էի հիշում, որ մոտավորապես 1 ձվով և կես չափաբաժինները կհերիքի 1 աքլորին, բայց փաստորեն մի փոքր ավելցուկ ունեցանք, չի խանգարում, նա էլ կարող եմ սառնարանում պահել և ինչ-որ մի բան պատրաստել, քանի որ սա շատ համեղ բիսկվիթի խմոր է, ահա, պոչիկին աշխերը, այդպես լցնեմ, ևս մի փոքր, և արդեն կարող եմ փակել ու տեղավորել գազօջախի դուխովկայի մեջ, իդեպ ասեմ, դուխովկան էլեկտրական է, համեմատած առաջվա տարիների, երբ որ դուխովկան նույնպես գազով էր տաքանում, ահա, շատ համեղ է բուրում, հիմա սիրելիներս, քանի որ սա այստեղ նաև թեքություն ուներ, և ես կափարիչով էի պահել այդ թեքությունը, հիմա զգուշորեն, Աստված իմ թվում է, թե առաջ անգամ եմ պատրաստում, երկար տարիներ չեմ պատրաստել, ահա, և հիմա այդ վիճակն է, փակում եմ, ահա, ինքը այնտեղ անցքեր ունի, գնում և միանում է, շատ դանդաղ և զգուշորեն, արդեն պիտի տեղավորեմ, այստեղ արդեն տաքացել է, և այսպես, դողդողալով, արդեն տեղավորում եմ, այսպես, ահա, ստացվեց, մի քիչ է կենտրոնական մաս, ջան, մի հատ խորը շունչ եմ քաշում, և 40 րոպե սպասում, սիրելի հետևորդներ, ջան անցել է այդ 40 րոպեն և կարծում եմ աքլորը մեզ հուսախաբ չի անի, եկեք հանենք, այսպես, և զգուշորեն հանում, այսպես, բայց ինձ ևս էլի կտոր է պետք, այս ցանցի վրա եմ դրել, սիրելիներս, ահա, լույսն էլ անջատեմ, այսպես, աքլորիկ, արդյոք դու պատրաստ ես, ինչպես ասում են, անկտրել ձմերուկ, սիրելիներս, հիմա, տեսնենք այստեղ կարող եմ հանել, ինքը ահավոր տաքա և բացեմ, այնքան որ մի անկյունը տեսնեմ կարմրել է, ուրա, աքլորը կարմրել սիրելիներս և թխվել է, ջան, շատ էի վախենում, որ հանկարծ չի լինի, չգիտեմ ինչի, մտավախություն ունեի այդպիսի և հիմա կարող եմ վերևի ֆորման բարձրացնել, բայց այստեղ էլի շատ նուրբ աշխատանք է պահանջում, այսպես, ահա, այսպես, արի, ջան, ուրա, այս մեկը բարեհաջող հանեցի, հիմա փորձեմ այստեղ և այս վիճակով շատ կուզեի տեսնեք, սիրելիներս, փորձեմ մոտեցնել, ահա, արդեն կարող եմ վերցնել, այստեղ տեղավորել, մի փոքր էլ այսպես թեքել, որպեսզի տեսնեք, ահա, ձեռքերս չայրեմ, ահա, սիրելիներս, այս տեսքն ունի այս պահին, կարծում եմ մյուս երեսը նույնպես այսպես լավ կարմիր կլինի և այրված չի լինի, քանի որ հոտը շատ լավն է, այրվածի հոտ չի գալիս, ահա, էլի դանակով եզրերը հավաքում եմ,
Շատ սիրուն է, ախր, շատ, կտուցը, կատարը, պոչը, ամեն ինչը, թևիկները, այնքան լավ ֆորմա է, շատ լավ, ահա, այսպես, առանձնանում է, Շատ եմ ուզում զգույշ լինել, որպեսզի չկոտրվի նաև, բայց երևի չի էլ կոտրվի, ինձ թվում է ես կսկսեմ հաճախակի աքլոր պատրաստել, որպեսզի ձեռքս նորից վարժվի, ընդհանրապես այդպես է, չէ, եթե ինչ-որ մի բան երկար ժամանակ պատրաստած չենք լինում, արդեն մեր ձեռքը հետ է վարժվում, լավ խորքային է այստեղ, սկսում է անջատվել, ասում եմ, չէ, շատ-շատ է իր այդ նաշխերը խորքային, և դուրս եկավ, ջան, ողջ և առողջ, չապա, մի հատ այստեղ սպասի, դու աքլորիկ, դեր տակ է, ուզում եմ ցույց տալ, որ այստեղ ոչ մի խմորի մասնիկ չի կպել, ահա, և հիմա արդեն աքլորին կարող եմ ցուցադրել, այսպես, ահա, խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, սա էր մեր պատրաստած աքլորը, երկու կողմից էլ ուզում եմ ցույց տալ, ահա, սա էլ մյուս կողմը, մոտեցնեմ, ստացանք կարմիր աքլոր, իսկ հիմա եկեք փորձենք, արդյոք իր միջուկը լավ է թխվել, վերցնում ենք սովորական ատամիջոփի, և փորձում, փորիկից, ահա, ամբողջովին չոր է, նաև այս իր պատվանդանից, ահա, չոր է, մյուս կողմից, իդեպ ասեմ շատ թմբլիկ է մեր աքլորը, նույնպես թխված է, Սիմուշկան եկել է պատուհանի մոտ, ձայներ ահանում, մի խոսքով աքլորը պատրաստ է, և շատ գեղեցիկ է, գեցե մեր աքլորը, որ մեզ հուսախաբ չարեց, ահա սիրելի հետևորդներ ջան, խնդրեմ, այսքան չարչարանքից հետո լավ արդյունք ստացա, և այսպիսով ավարտեմ իմ այսօրվա վլոգը սիրելի հետևորդներ ջան, աքլորը հիմա չեմ կտրում, քանի որ ինքը տաք է, և հաջորդ վլոգիս մեջ ձեր հետ միասին աքլորը մասերի կբաժանեմ, առայժմ սիրելիներս, մինչ հաջորդ վլոգ, սիրելի հետևորդներ ջան, լինում է չէ, պահեր, երբ որ բարի գիշեր ենք ասած լինում, հետո էլի հետ ենք դառնում, մեր բարեկամի, մեր հարազատի, մեր հարևանի հետ, էլի մի 10-15 րոպե զրուցում ենք, կարծես թե հագեցած չենք լինում, հիմա, երբ որ ես վլոգս ավարտեցի ու հիմա էլի հետ եմ եկել, ասեմ թե ինչու, այնտեղ որ խմորը ես ավելցուկ տվեցի, վլոգս ավարտելուց հետո այդպես միտքս հեռուն տարա ու հանկարծ հիշեցի, որ այդ ավելցուկը պատվանդանի համար է և անմիջապես, քանի դեռ ջեռոցը տաք էր, բերել եմ ու դա էլ եմ թխել, սիրելիներս, այստեղ կտորի վրա եմ դրել, որ իր տաքությունը պահի, անցնի և չքրտնի, թեթև, փափուկ, գույնը հրաշալի կարմիր, ահա խնդրեմ, բարձրությունը 1 մատնաչափ է և ահա խնդրեմ, թխել եմ այս ձվաձև ամանի մեջ, ահա, մի խոսքով, այս հարցին էլ լուծում տվեցի, սիրելի հետևորդներ ջան,
Եվ իմ այդ կարծես թե հանելուկի նման ինձ համար, թե ինչու ավելցուկ տվեցի, չէ որ ես այդպես գիտեի, այդպես էր իմ ուղեղում տպավորվել, որն էլ ինձ այդ բլոգը վարելու ընթացքում մտքերս այդպես տարուբեր եղան, չգիտեմ, դուք դա զգացիք թե ոչ, բայց ամեն դեպքում ես դա որոշակի արտահայտեցի, մի խոսքով, փաստորեն աքլորի պատվանդանն էլ պատրաստեցի, թխեցի, այստեղ շաքարի փոշի եմ ցանում եւ աքլորին տեղադրում, քանի որ տաք է, հիմա չեմ ուզում այդ ամենը կատարել, քանի որ գիտեք, շաքարի փոշին տաքից կհարվի եւ իր տեսքը կարող է կորցնել, հենց որ կհովանա լավ կսառի, արդեն իսկ շաքարի փոշին կցանեմ այդտեղ, աքլորին կտեղադրեմ պատվավոր պատվանդանի վրա եւ արդեն հաջորդ վլոգում այդպես կտեսնեք մեր աքլորը իր պատվանդանով, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա իսկապես բարի գիշեր բոլորիդ։